Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի հետ։ Ողջունում եմ, պարոն Խզմալյան, շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը եւ այս ժամին մեզ հետ եք։ Ձեր գրառումներից ինձ հետաքրքրեց հետեւյալ գրառումը, որից կուզեմ սկսել մեր հարցազրույցը եւ կխնդրեմ պարզաբանեք ձեր միտքը, ավելի բացեք։ Եվ այսպես դուք ասում եք 2020 թվականին ավարտվեց 1945 թվականից սկսված գլոբալիզացիայի այդ գործընթացը։ Նախ դա ինչ գործընթաց էր։ Դուք բացատրում եք, ասում եք երկբևեռ աշխարհը փոխվում է քառաբևեռ դաշինքներով։ Ես կխնդրեմ, որ դուք այդ բացատրեք դա ինչ քառաբևեռ դաշինքներ են, խնդիրը նրանում է, որ դուք համարում եք, որ նրանք, ովքեր տեղ չեն գտնում այդ քառաբևեռ դաշինքների մեջ, դրանք կործանվելու են, վերանալու են։ Եվ դուք ասում եք, սա մեր վերջին շանսն է։ Եվ այսպես, դա երկբևեռը ըստ երևույթին Սովետական միություն եւ Միացյալ Նահանգներ նկատի ունեիք, եթե ոչ, ասում եք, ինչ նկատի ունեիք 45 թվականից, որ ձևավորվել էր, եւ այժմ ձևավորվում է քառաբևեռ դաշինքներ, որում դուք կարծում եք, որ Հայաստանը այդ դաշինքներից որևիցե մեկում պետք է հասցնի տեղ գտնել։ Համեցեք։ Սա մեծ եւ ընդհանրացակ հարց է, ուստի ես կկենտրոնանամ միայն այն հանգամանքի վրա, որը իմ կարծիքով վերաբերվում է մեր երկրին, մեր ազգային շահերին եւ մեր պետության, հետեւաբար նաեւ ազգի ապագային։ Երկու համաշխարհային պատերազմների ընթացքում, որոնք մեծ հաշվով նույն գործընթացի շարունակությունն են, կարելի է դա դիտել որպես կարճաժամկետ ընդհատումով մեկ պատերազմ, տեղի ունեցավ ֆեոդալաբուրժուական աշխարհի կործանումը եւ ստեղծվեցին երկու մեծ բևեռներ, իսկապես որոնք գլխավորում էին մի կողմից Միացյալ Նահանգները, մյուս կողմից Խորհրդային Միությունը, բայց դա ոչ ազգային, ոչ պետական բևեռներ էր, դա գաղափարական, այսինքն կապիտալիզմը եւ սոցիալիզմի գաղափարն էր, որը երկու դեպքում էլ ձգտում էր գլոբալիզացվել։ Դա բոլորովին չափազանցություն չէ, հիշենք Խորհրդային Միությանը, որ դեռ հիշում է Խորհրդային Միության, Սովետական Միության գերբը, զինանշանը, որտեղ պարզ եւ առանց ավելորդ համեստության ներկայացված էր երկիր մոլորակը եւ այնտեղի հենց 1920 թվականին, 2022 թվականին, երբ ստեղծվում էր այդ գաղափարը, տեղ էր թողված, որ տարբեր լեզուներով, աշխարհի տարբեր լեզուներով գրված լինի նույնը։ Ամբողջ աշխարհի պրոլետարներ միացեք եւ դա պետք է գրվեր անգլերեն, ֆրանսերեն, չինարեն, գերմաներեն, իսպաներեն, հետո շատերը չնկատեցին, երբ Ստալինը ընդունեց 36 թվականի սահմանադրությունը, որոշվեց, որ սոցիալիզմը մեկ երկրում կարող է հաղթել եւ այդ գրառումները փոխվեցին սովետական հանրապետությունների, բայց երկրորդ լեզուներով, հայերեն, նաև ռուսերեն, ուկրաիներեն, թուրքական լեզուներով, բայց պատերազմից հետո 45 թվականից Սովետական Միությունը փաստորեն վերադարձավ այդ գաղափարին եւ իմ սերնդի մարդիկ հիշում են, որ խորհրդային գաղափարը իսկապես գլոբալ էր, Կուբայից մինչև Վիետնամ, այսինքն Մոզամբիկը, Անգոլան 4 մայրցամաքներով, 5 մայրցամաքներով ամբողջ աշխարհով փաստորեն տարածվում էր դա եւ երկրորդ գաղափարը ազատ շուկա պայմանական ասենք փորձում էր գլոբալիզացնել աշխարհի իր մասը եւ 90-ականներին կատարվեց, ավելի ճիշտ դա սկսվել էր դեռ 70-ականներից վերջում 74-77 թվականներին այդ կարծես թե գեղեցիկ կոնստրուկցիայից դուրս ընկավ կարևորագույն մի օղակը Չինաստանը, երբ Դեն Սյաոպինը Նիքսոնի եւ Քիսինջերի հետ եկան համաձայնության
եւ Միացյալ Նահանգները սկսեցին փոկել սոցիալիստական ճամբարից Չինաստանը, դարձնելով այն, ինչ Չինաստանը դարձավ հիմա։ Իհարկե դա ոչ թե Քիսինջերի եւ Նիքսոնի, դա նախ եւ առաջ Չին ժողովրդի եւ նրա ղեկավարության ֆանտաստիկ եւ աննախադեպ նվաճումն է, երբ 1.5 միլիարդ մարդ աղքատությունից եւ պաստորեն մշտական սովի սպառնալիքից դուրս բրցան ազատվեցին եւ հիմա դարձան աշխարհի երկրորդ, եթե ոչ առաջին շատ ոլորտներում տնտեսություն, բայց եւ որպեսզի այստեղ դասախոսություն այս ամենը չդառնա, ասեմ ինչու եմ ես անդրադարձել այդ մտքին, պարզապես կոնտեքստը բացատրելու համար, հիմա Միացյալ Նահանգները եւ Եվրոպան այլևս միասնություն չեն, ինչպես նաև սոցիալիստական ճամբար գոյություն չունի եւ մյուս կողմից կտրուկ կարևորվեց իսլամական աշխարհի դերը, իսլամական աշխարհը վերջերս մենք տեսանք բավական հետաքրքիր մի դաշինք, շատ խորհրդանշական, Թուրքիա, Սաուդյան Արաբիա եւ Պակիստան, այսինքն տեխնոլոգիաներ արևմուտքից վերցրած հանձինս Թուրքիայի, Սաուդյան Արաբիան ներկայացնում է նավթը եւ գումարը, փողը, կապիտալը եւ Պակիստանը հիմնականում միջուկային ռումբ եւ դեմոգրաֆիայի սարսափելի բարձր տեմպեր եւ սա այդ բևեռներից մեկն է, բայց այստեղ պակագծում ասենք, որ Թրամփը բառացիորեն 3 շատ ողջունեց այդ դաշինքը, բայց մենք դրան կանդրադառնանք, ինչու ողջունեց եւ արդյոք այստեղ Իրանի գործոն կա։ Շարունակեք։ Այո, դուք ճիշտ եք, այսինքն բոլոր համեմատությունները պայմանական են, բայց Թրամփի այդ հերթական շատերին զարմացրած ողջույնը եւս մեկ անգամ ընդգծեց Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի որպես միասնության, որպես դաշինքի, որպես աշխարհի գերտերություն դարձող մի դաշինքի Եվրոպական միության մեծ տարբերությունը։ Միացյալ Նահանգները եւ Եվրոպան այլևս նույնը չեն։ Շահերի տեսակետից, նպատակների, արժեքների տեսակետից, այսինքն իրենք այլևս այն ինչ Պուտինը սիրում էր անվանել կոլեկտիվ արևմուտք չեն եւ նրանք ներկայացնում են երկու տարբեր բևեռներ, որովհետեւ Միացյալ Նահանգներում վաղուց կար եւ ժամանակ առ ժամանակ իշխանության էր գալիս մի խումբ, մի գաղափարախոսություն, որը իրեն անվանում էր Մոնրոյի դոկտրինի հետևորդները, այսինքն իզոլացիոնիզմի մի գաղափար, որը առաջարկում էր Միացյալ Նահանգներին կենտրոնանալ միայն արևմտյան կիսագնդի, այսինքն Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայի։ Կստացվի դա թե ոչ դա ուրիշ հարց է, բայց Միացյալ Նահանգները եւ Եվրոպան դրանք տարբեր բևեռներ են։ Երրորդ բևեռը դա Չինաստանն է եւ Չինաստանին հարող կից կծվող երկրներ, օրինակ Ղազախստանը։ Եվ այն երկրները, որոնց Չինաստանը դիտում է որպես իր սկզբից տնտեսական ու նախ եւ առաջ իհարկե աշխարհակահաղական հետաքրքրությունների։ Ռուսաստանը որտեղ է մնում։ Ռուսաստանը ընդհանրապես ոչ մի տեղ այլևս չէ։ Ռուսաստանը պատահական չէ, որ ինքը նույնպես չի կարող ձևակերպել իր տեղը աշխարհում եւ Ռուսաստանը գտնվում է դանդաղ, քանի որ երկիրը վիթխարի է տարածքով քանդման եւ տրոհման ընթացքում։ Մի մասը ես հիմա չեմ ուզում հատուկ Ռուսաստանի մասին խոսել, որովհետեւ դա նույնպես մեծ։ Չէ, ես հարցնում եմ Չինաստանի դաշինքի մեջ մտնում է, թե ես հասկանում եմ դուք ինչ եք ասում։ Այս փոփոխությունները տեղի են ունենում առանց Ռուսաստանի եւ Ռուսաստանի հաշվին, ինչպես ասենք 90-ական թվականներին սովետական ճամբարի փշրանքները բաժանվեցին եւ արևմտյան մասը միացավ Եվրամիությանը, Բալթյան երկրներ, Լեհաստան, Հունգարիա, Ռումինիա, Բուլղարիա եւ այլ, իսկ Չինաստանն էլ մենք նկարագրեցինք մի թեթև իսլամական աշխարհը, նույնպես որը հիմա ձգտում է առանձնանալ եւ դա 4-րդ բևեռն է եւ այս ամենը ես ընդհանրապես շոշափում եմ մի պատճառով, որովհետեւ Հայաստանը նույնպես չի գտնում իր տեղը եւ այստեղ մենք հիմա տեսնում ենք երկու նախագիծ։ Մեկը հին նախագիծն է եւ այն լայնորեն ներկայացված է օրինակ ազգային ժողովում եւ կառավարության որոշ մասերում, որը շարունակում է հակված լինել Ռուսաստանի
հետ հարաբերություններին, այսինքն խորտակվող տիտանիկից բռնվելու գաղափարախոսությունը, թեև դա գաղափարախոսություն չէ, դա խելագարություն է իմ կարծիքով, բայց դա ներկայացված է շատ լայն մեր երկրում։ Ոչ միայն մեր երկրում, Վրաստանը գնում է նույն ճանապարհով, ավելի ճիշտ Հայաստանը գնաց վերջերս Վրաստանի ճանապարհով եւ ես այդ մասին խոսում էի 1-2 տարի շարունակ։ Եվ երկրորդ ճամբարը, որը իշխանության երկրորդ մասն է, որտեղ կա նաեւ երրորդ ուժը, իսկ երկրորդ ճամբարը փորձում է սուվերեն չեզոքություն ներկայացնել որպես ճանապարհ եւ ոչ մի բևեռին, ոչ մի դաշինքին չմիանալ։ Դա իմ խորին համոզմամբ նույնքան սխալ է եւ վտանգավոր, հանցավոր վտանգավոր եւ սխալ մոտեցում է, որքան էլ պրոռուսական, այսինքն Հայաստանի ակտուալ իշխանության եկած երկու հիմնական ուժերը, որոնք միասին գործում են երրորդ ուժի ստեղծման դեմ եւ ուժեղացման դեմ, երրորդ ուժը դա եվրոպական ուղղությունն է, որը ես հավակնում եմ ներկայացնել մեր երկրում, ստեղծելով Հայաստանի եվրոպական կուսակցությունը եւ ժամանակին եվրոպական Եվրադաշինքը եւ մենք եթե հիշեցնեմ, եթե թույլ տամ ինձ հիշեցնել հանդիսատեսներին, կարողացանք անգամ օրենք անցկացնել, որ Հայաստանը մտնելու է Եվրոպական միություն, բայց այդ օրենքը, ինչպես մենք տեսնում ենք, արդեն 17 ամիս չի իրականացվում, չի գործում, այդպես որ Հայաստանը հիմա մնացել է այս վերին աստիճանի լարված պայթյունավտանգ իրավիճակում առանց որևէ դաշնակցի, առանց որևէ հեռանկարի եւ այդ սպասողական կրավորական կեցվածքը մահաբեր է մեր երկրի համար, ահա ինչու եմ ես հիշեցնում, որ ընթանում է դեգլոբալիզացիա եւ Հայաստանը մնացել է այդ գործընթացներից դուրս։ Փորձեմ սխեմատիկ իմի բերել այս ձեր խոսքը, եթե ես սխալվեմ, ինձ ուղղեք, որովհետեւ իմ խոսքերով եմ ասելու, բայց դուք ինձ կշտկեք իմ խոսքը, եթե սխալ լինի։ Եվ այսպես քարա բևեռ դաշինքների մասին էիք խոսում, եթե ես ճիշտ հասկացա, Եվրոպան, Եվրոմիությունը եւ Միացյալ Նահանգները սրանք դառնում են առանձին բևեռներ։ Այո։ Եվրոպա, Միացյալ Նահանգներ, Չինաստանն է բևեռ ձևավորում եւ իսլամական բևեռ եք դուք նախանշում։ Ճիշտ հասկացա, 4-ը դրանք են։ Այդ ձեր խոսքի մեջ ես որքան հասկացա, Միացյալ Նահանգները, որը նախկինում համագործակցում էր եվրոպական երկրների հետ եւ հավաքական արևմուտք էր կոչվում, դա տրոհվել է, եւ Միացյալ Նահանգները այժմ իսլամական դաշինքի մեջ է տեսնում դաշնակից։ Դրա համար ես այո թե ոչ, այսինքն եվրոպական երկրները Միացյալ Նահանգները Թրամփի համար, այսպես Թրամփի գործոնը փորձեմ ներկայացնել, Թրամփի աչքերում Իրանի դեմ նվազագույնը գործում կարող է լինել իսլամական բևեռը, Թուրքիա, Սաուդյան Արաբիա, Պակիստան, հարցս էր դա։ Արդյոք դա դրա համար Թրամփը ողջունեց այդ դաշինքը եւ ասեց վերջապես իրանք էսայի շատ ուժեղ կլինեն։ Արդյոք իսլամական այս դաշինքը կմեծանա եւ Թրամփի համար կլինի դաշնակից եւ կմրցակցի կամ դուրս կմղի Միացյալ Նահանգների կողքից Եվրոպական միությունը։ Այդտեղ հետո մենք խոսենք Չինաստանը այդ դեպքում ինչ դերում կլինի եւ նորից կներեք ես նորից Ռուսաստան եւ Իրանի դիրքն եմ փորձելու հասկանալ, որպեսզի մենք հասկանանք այնուամենայնիվ մենք որտեղ ենք այսօր եւ որտեղ եք դուք առաջարկում լինել, դե դուք առաջարկում եք եվրոպացիների հետ լինել, այո, բայց որտեղ ենք մենք այսօր։ Եվ այսպես արդյոք իսլամական դաշինքը Միացյալ Նահանգների համար փոխարինելու է եվրոպացիներին։ Ոչ։ Իսլամական դաշինքը, իսլամական աշխարհը հիմա այժմ կատարում է Միացյալ Նահանգների համար նույն դերը, որը 50 տարի առաջ 70-ականներից կեսերին
իրենց ծրագրով պետք է կատարեր Չինաստանը սովետական միության դեմ։ Դա մի օղակ էր, որը պետք էր պոկել սովետական եւ սոցիալիստական ընդհանրապես ճամբարից եւ հակադրել թույլատնելու համար սովետական միությունը։ Հիմա իրավիճակը փոխվել է, Ռուսաստանը չի ցանկացել կատարել այն դերը, որը արևմուտքը վերապահում էր Ռուսաստանի համար, աշխատել Չինաստանի դեմ եւ հիմա այդ դերը Միացյալ Նահանգները գոնե դա Եվրոպան չի վերաբերվում, փորձում է դնել իսլամական աշխարհի վրա, այսինքն դա դաշինք չէ, դա լծակ է, որը Միացյալ Նահանգները փորձում են օգտագործել։ Ուրիշ հարց է, որ կստացվի դա թե չէ, դա առանձին մեծ խոսակցություն է, բայց պատասխանելով կոնկրետ ձեր հարցին, ոչ, իսլամական աշխարհը Միացյալ Նահանգների համար ընդհանրապես գործիք է, ոչ, դաշնակից չէ, բայց գերտերությունները միշտ օգտագործում են իրավիճակային լուծումներ են ընդունում եւ օրինակ ամենաթարմ օրինակը ես կարծում եմ սենսացիոն բացահայտում, որը լոնդոնյան Telegraph թերթն է հրապարակել 3 առայն որ արդեն Ամերիկայի Իսրայելա-իրանական պատերազմի սկզբին, արդեն փետրվարի 18-ին նահանգները եւ Իսրայելը պատրաստում էին հարձակում քրդական ուժերի միջոցով այդ բազմաչարչար գործիքը քրդերը որոնց ով ասես որ չեր օգտագործում զինում էին դա բացահայտ զինում էին այո եւ Թուրքիան փաստորեն միջամտեց եւ ըստ երևույթին հետախուզական տվյալներ տրամադրեց Թեհրանին, այո, ամենայն դեպս քրդերի մեջ Թալաբանի եւ Բարզանի այդ հակասությունը նույնպես օգտագործվեց եւ քրդերը չմիացան այդ պատերազմին եւ իհարկե դա մեծ հարված է Միացյալ Նահանգների համար, այսինքն եկեք չլինենք միամիտ եւ Միացյալ Նահանգները իհարկե այդ արտաքին ժեստերի եւ ժպիտների յետևում թաքցնում են բավական մեծ վրեժխնդրություն Թուրքիայի հանդեպ, դա էլ է ճիշտ եւ եթե Միացյալ Նահանգները դա թաքցնում են եւ Թրամփը հայտարարում է Էրդողանին մեծ առաջնորդ եւ բարեկամ, ապա Միացյալ Նահանգների իրական եւ ամենամտերիմ դաշնակից Իսրայելը չի թաքցնում դա եւ արդեն նշանակել է Թուրքիային իր գլխավոր թշնամի, հենց այդ նույն պատճառներով Որ նույն պատճառներով որ Թուրքիան խանգարում է լուծել ամերիկա-իսրայելական նպատակները միջին արևելքում, տվյալ դեպքում Իրանի հարցում։ Ես չէի, չնայած շատ հետաքրքիր թեմա է, թե ինչու Թուրքիան այնուամենայնիվ դա չարեց եւ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Թրամփը դա ընդգծեց, որ Թուրքիան ոնց որ թե չարեց, բայց նա շնորհակալություն հայտնեց Թուրքիային ողջամտության համար, ինչն է դեռ թա պատճառը, դեռ փետրվարին մենք խոսում ենք այդ մասին, որովհետև ակնհայտ էր Թրամփը մի քանի անգամ սրտնեղեց, որ այն զենքը, որը իրենք ուղարկում էին, տեղ չհասավ եւ այլն, քրդերի մասին էր խոսքը, Թուրքիան վախեցավ։ Դա առանձին հարց է։ Եկեք այս հարցը վերջացնենք, հետո փորձենք իսկապես հասկանալ Թուրքիա-Իսրայել եւ Թուրքիա-Իրան փոխհարաբերությունները։ Այժմ շարունակում ենք այդ քարաբևեռում Հայաստանը որտեղ է։ Դուք ասում եք Տիտանիկից է կախված, Ռուսաստանը Տիտանիկն է խորտակվող ասում եք դուք, իսկ ես հարցնում եմ, արդյոք խորտակվող թե իներցիայով դեռ առաջ սլացող եւ Հայաստանը, այլ ինչ մենք հիմա տեսնում ենք, կխոսենք այս փոփոխությունների մասին եւ հանձնաժողովների ազգային ժողովի հանձնաժողովի մասին, Հայաստանը վախենում է այդ իներցիայով առաջ սլացող Տիտանիկի ատամնավնիվների տակ մնալ կամ այդ, չգիտեմ, տակ մնալ եւ կոտրվել, այսինքն ներքև չի իջնում Տիտանիկը, դեռ իներցիայով առաջ է շարժում, Հայաստանը վախենում է դեռ, որ կմնա այդ հսկայի տակ։ Այստեղ Ինչ է անում Հայաստանը եւ ինչու։ Նախ պետք է համոզել եւ համոզվել, որ Ռուսաստանը իսկապես խորտակվում է։ Ֆիզիկայի օրենքներով ցանկացած մարմինը բախվելով ինչ-որ խոչընդոտի, իներցիայի օրենքներով դեռ որոշ ժամանակ շարժվում է եւ փշրումը գալիս է հենց նրանից, որ այդ բախման իներցիոն ուժը բախվում է խոչընդոտին։ Քանի որ Ռուսաստանը որպես ֆիզիկական մարմին
ահռելի մեծ երկիր է, տնտեսապես, աշխարհագրորեն եւ այլն, այդ իներցիայի ուժը շատ մեծ է եւ դա զարմանալի չէ, եւ Ռոմի եւ Բյուզանդիայի եւ Օսմանյան կայսրության պես երկրները փլուզվում էին երկար ժամանակ, այսինքն մենք տեսնում ենք ֆինալը, երբ որ խորհրդային միությունը 3 օրում անհայտացավ, բայց գործընթացը սկսվել էր դեռ ակնհայտորեն 88 թվականին քաղաքական առումով, իսկ տնտեսապես էլ ավելի շուտ։ Պես որ այն որ սովետական կներեք Ռուսաստանը, որը իրեն փորձում էր նոր սովետական միություն հռչակել, փլուզվում է, դա երևում է շատ օբյեկտիվ տնտեսական թվերից։ Ռուսաստանը դեռևս 5 տարի առաջ ուներ Եվրոպայի պես շուկա, որտեղ վաճառում էր գազի 40%-ը, նավթի 25%-ը, դա ահռելի գումարներ էին, հիմա այդ թվերը հասել են մի քանի տոկոսի եւ 27 թվականին արդեն զրոյանալու են ընդհանրապես ռուսական տնտեսությունը որևէ բան զենքից բացի չի արտադրում, իրենք չկարողացան ոչ ինքնաթիռներ, որ սեփական մեքենաներ արտադրել, անգամ զենք հիմա գնում են Հյուսիսային Կորեայից կամ Հայաստանից մաքսանենք որեն բերված հեռուստացույցներից, համակարգիչներից, սառնարաններից պոկում են միկրոչիպեր, որ դնում են եւ այլն։ Ասեք, եւ իներցիայով շարժվում է առաջ, եւ սուզվում է զուգահեռաբար քանդվելով։ Շարժվում է ոչ թե առաջ, բայց Հայաստանը այնուամենայնիվ դեռ իմ հարցս չեմ ուզում ձեր փոխարեն այսպես տարբերակ առաջարկել պատասխանի ինչ է անում Հայաստանը եւ ինչու որտեղ է Հայաստանը այդ քարաբևեռի մեջ որտեղ է Հայաստանը եւ ինչու է այդպես գործում որպեսզի խոսքերս չթվան ինչ որ սենսացիոն կամ հայփ փոխող էկզոտիկա Բերենք մեր հարևան Վրաստանի օրինակը, որը նույն ճանապարհը կատարեց մեզնից մի քանի տարի առաջ։ Ես պատահական չէ։ Գիտեք, ինչ տարիները կարևոր են։ Մի քանի տարի առաջ դու ուրիշ Ռուսաստան էր, թե դա նույն Ռուսաստան, նույն վիճակում էր։ Առնվազն 5 տարի շարունակ 22 թվականից մինչև 26 թվական, դա 4.5 տարի է, դա հսկայական պատմական շրջան է եւ Վրաստանը գիտակցաբար մտնում էր Ռուսաստանի տակ եւ եկեք տեսնենք ինչով է վերջացել Վրաստանի այդ ճանապարհորդությունը։ Վրաստանը փչացրեց հարաբերությունները Եվրոպայի հետ, ֆինանսական, գաղափարական, տնտեսական բոլոր քաղաքական նույնը մեծ հաշվով կատարվում է եւ Միացյալ Նահանգների ու Վրաստանի միջև 1-2 փոխադարձնամակ ոչինչ չեն փոխել, այսինքն Վրաստանը տնտեսապես կախված է հիմա Ադրբեջանից եւ Թուրքիայից ու Ռուսաստանից։ Այդ 3 երկրներն են միակը, որոնք Չինաստանն էլ է մի քիչ օգնում, բայց դա Ռուսաստանի Այսինքն դա նույն տրամաբանությունն է, որտեղ Հայաստանն է մտնում այդ տրամաբանության մեջ։ Այո, մենք կտրուկ բարձրացրեցինք, մենք չէ, կառավարությունը կախվածությունը Ռուսաստանից 10 տարի առաջ այն 2.5 անգամ քիչ էր։ Մենք բերեցինք նոր կախվածություններ Ադրբեջանից եւ Թուրքիայից եւ շարունակում ենք մեծացնել այդ կախվածությունը եւ երկաթուղային եւ հոսանքի եւ սննդի եւ այլ բաների ինչ որ ազատ շուկա փորձելով ոչ թե Եվրոպայի հետ, այլ Ադրբեջանը եւ Թուրքիայի հետ զարգացնել եւ հետևանքները լինելու են բացարձակապես նույնը։ Լավ, փաստորեն դուք շարունակում եք պնդել, որ Հայաստանը մնում է Ռուսաստանի ծիրում, ներկայիս իշխանությունների, անգամ եթե ազգային ժողովում իշխանություն եւ ընդդիմությունը այսպես ներկայացված, դուք համարում եք դա կեղծ Դուք ինքներդ բերեցիք այդ օրինակը եւ դա անցնում եմ ձեր իսկ առաջարկած թեմային, որովհետեւ դուք նշել եք դա։ Դրա ծաղրանկարային օրինակն է, որը ծիծաղ առաջացրեց անգամ այդ դրվագի մասնակիցներին մոտ, դա եվրոինտեգրման եւ եվրասիական ինտեգրման երկու հանձնաժողովների բաշխումներ, երբ կատարվեց կարծես թե անհեթեթություն իշխանությունը, որը կարծես թե
համբավ ունի արևմտամետների, վերցրեց իրեն Ռուսաստանին, ԵԱՏՄ-ն դա Ռուսաստանն է, եւ զիջեց ակնհայտորեն եվրոինտեգրումը, Եվրոպական միության հետ ինտեգրման հանձնաժողովը ռուսական կուսակցությանը եւ որպես դրա պսակը եղավ այն, որ մարդու իրավունքների հանձնաժողովը հանձնվեց, զիջվեց Քոչարյանի կուսակցության։ Այսինքն սա այնքան ծիծաղելի է արդեն, որ կրկնում եմ, պարոնայք Ռուբինյանը եւ Նարեկ Կարապետյանը ծիծաղում են իրենք։ Այսինքն սա իսկապես ողբերգություն է, բայց դերակատարները իրենք էին հասկանում այս կատարվողի անհեթեթությունը, բայց մենք հասկանում ենք, որ սա նախապես դեռ ապրիլի 1-ին Փաշինյան-Պուտին Կրեմլյան իրենց կարծեմ վերջին դեռևս անձնական հանդիպման ժամանակ ընտրություններից առաջ դա թելադրված էր Պուտինի կողմից։ Ինքը ասաց, ես հույս ունեմ, որ պրոռուսական դա իր խոսքն է, կուսակցությունները տեղ կգտնեն նոր խորհրդարանում, եւ թեև Փաշինյանը սկսեց այնտեղ արյուծի սիրտ ուտելու տեսարաններ բեմադրել, մեզ մոտ ազատություն է, այնուամենայնիվ ամեն ինչ խոսքերի վրա չէ, գործնականում եղավ այնպես, ինչպես պատվիրեց եւ թելադրեց Պուտինը։ Այսինքն ես դեռ կես տարի առաջ պնդում էի ընտրություններից առաջ եւ հիմա հանգիստ խղճով, բայց մեծ դառնությամբ պնդում եմ, որ Հայաստանի ազգային ժողովում հիմա ամեն ինչ թելադրում են երկու մարդ, Պուտինը եւ Ալիևը։ Ահա մեր 2026 թվականի ամառվա արդյունքները։ Ալիևը նկատի ունեք Փաշինյանի միջոցով։ Այո, իհարկե, Փաշինյանի միջոցով, որովհետեւ ես չեմ ասում, որ Փաշինյանը Ալիևի նշանակածն է, ոչ իհարկե, բայց Փաշինյանը գերադասում է բալանսավորվել Պուտինի ազդեցության դեմ, ոչ թե Եվրոպայի միջոցով, այլ Ալիևի միջոցով, որովհետև Ալիևը եւ Պուտինը լինելով դաշնակիցներ, այնուամենայնիվ ունեն հստակ տարբերություններ եւ Փաշինյանը խաղում է այդ տարբերությունների վրա։ Այժմ գովազդ կհայտարարենք եթերում, բայց գովազդից հետո կխոսենք Փաշինյանի այդ պատասխանի մասին եւ գուցե այն իրավիճակի, որը նկարագրեց Փաշինյանը իր պատասխանի մեջ, երբ որ ասեց մենք չենք կարող հանրաքվե անցկացնել մի հարցի շուրջ, որը չկա։ Խոսքը գնում է Եվրամիության անդամակցության հարցը։ Ինչ էր պարունակում, ես առիթ չեմ ունեցել ձեզ հարցնել։ 1.5 տարի առաջ այդ հարցը կար, հիմա հայտացավ։ Դե մենք կփորձենք ձեր միջոցով տեսնել, արդյոք իսկապես այդպիսի թեմա չկա կամ այնքան հեռու է այդ հարցը, որ Փաշինյանը ասում է չկա այդպիսի խնդիր, ես դեռ շատ շուտ է անգամ շուտ բառը չօգտագործվեց, ասեց չեմ կարող հանրաքվե անել մի հարցի շուրջ, որը չկա։ Գովազդը եթերում, մնացեք մեզ հետ, սիրելի բարեկամներ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818
8132252 Ջակփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն ամփոփող, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք պարոն Տիգրան Խզմալյանի հետ, Եվրոպական կուսակցության նախագահի։ Եվ այսպես, պարոն Խզմալյան, պատասխանը Փաշինյանի մեկ շաբաթ առաջ արված այդ պատասխանը, մինչև այժմ մենք փորձում ենք հասկանալ ինչ էր այդ պատասխանի տակ, ինչ այնուամենայնիվ նկատի ունի Փաշինյանը, ասելով, որ դեռ շատ շուտ է այդ մասին խոսելը։ Մեծ հաշվով ոչ մի նոր բան այստեղ չկա եւ Փաշինյանը շարունակում է այն քաղաքական սխալը, որը սկսվեց Լևոն Տեր-Պետրոսյանից։ Հայաստանը 35 տարի շարունակ կանգնած էր այդ երկընտրանքի առաջ եւ ուներ հնարավորություններ։ Ինձ անձամբ ծանոթ արևմտյան դիվանագետները այս տարիների ընթացքում մի քանի անգամ շեշտում էին, որ օրինակ դեռս 90-ական թվականներին Հայաստանին հրավիրում էին ՆԱՏՕ։ Եվրամիության մասին առանձին խոսենք, ՆԱՏՕ։ Հիշեցնեմ, որ 2004-2006 թվականից այդ թեման կառավարության մակարդակով քննարկում էր Ռոբերտ Քոչարյանը, եւ օրինակ հայտնի է նրա հրապարակային հայտարարությունը, եթե չեմ սխալվում, դա 2004 թվականի ամառն էր, որ կառավարությունը ստացել է առաջադրանք 2 ամսվա ընթացքում պատրաստել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը Հայաստանի անդամակցությունը Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի կազմում ապահովելու համար։ Դա արդեն կառավարության օրակարգում էր եւ այդ մասին կան արխիվային փաստաթղթեր եւ կան ինտերնետային հայտարարություններ, ես անգամ սկրինշոթներ ունեմ դրանից։ Սերժ Սարգսյանին դա մի քանի անգամ ուղիղ առաջարկվել էր եւ Բարակ Օբաման եւ նրա պետքարտուղար Հիլարի Քլինտոնը եւ օրինակ դա շատ սուր էր այդ հարցը կանգնած 2015 թվականին, երբ աշխարհը մեծ հարգանքով նշեց ցեղասպանության 100-ամյակը։ Հիշում եք, Վատիկանից մինչև Միացյալ Նահանգներ պատրաստում էր մի գործընթաց, որովհետև Հայաստանը արևմուտքի համար շատ կարևոր օղակ է այս տարածաշրջանում եւ մեզ ըստ հին ավանդույթի դիտում էին որպես արևմուտքի մաս։ Ամերիկացիների համար օրինակ շատ զարմանալի էր, որ այդպիսի պատմություն եւ եվրոպացիները նույնպես այդպիսի սփյուռք ունեցող երկիրը բռնված է ռուսների փեշերից։ Մեզ դա ուղիղ ասում են, բայց իշխանությունները Հայաստանում լծակներով, շղթաներով կապակցված էին եւ մինչեւ հիմա կապված են Ռուսաստանի հետ։ Այդպես որ եթե մինչև ընտրությունները Փաշինյանը օգտագործում էր եվրոպացիներին որպես Ռուսաստանի վրա ինչ որ ազդելու եւ ինչ որ մի խուսանավելու մանևր ստեղծելու համար տարածություն, ապա հիմա դրա կարիք այլևս նա չունի, նա ստացել է երրորդ անգամ իշխանությունը,
Պուտինի, Ալիևի, Էրդողանի օգնությամբ, որոնք չէին թաքցնում դա, իրենք ողջունում էին, նախապես ասում են, այն, որ Պուտինին դա քիչ է եւ նա ուզում է ավելին, դա էլ է պարզ, բայց մենք տեսնում ենք, որ անգամ տրիպի պես ամերիկա-հայկական դարակազմիկ ներկայացվող մի նախագծի մեջ ռուսներն արդեն սղոսկել են, որովհետև գլխավոր գործադիր տնօրենն է ռուսական կապերով, արմատներով Սոկոլովը, որը թեև ամերիկյան կողմից է նշանակված, բայց նա Հայաստանում վիվա մի քանի հանքեր ուներ, որոնք ռուսներից էր ստացել, ՎՏԲ-ից, այսինքն այնտեղ որևէ հասկացելու տեղ անգամ չկա, այո, եւ բացի դա երկաթուղին, որը վերջերս օրեր առաջ Փաշինյանը հայտարարեց, որ այո, մենք գտնում ենք փողզիչում Ռուսաստանի հետ, դա նշանակում է, որ նաեւ այդ նոր ստեղծվելիք, կառուցվելիք տրիպի ճանապարհով երկաթուղին մնալու է Ռուսաստանի յուկաժդ, ՌԺԴ վերահսկողության տակ, այսինքն Հայաստանը վրացական երազանքը դարձնում է հայկական մղձավանջ, դա այն է, ինչ ես վախով կանխատեսում էի տարիներ շարունակ եւ կրկնում եմ, երբ որ կառավարությունը երկխոսում էր մեզ հետ 24-25 թվականին, Հայաստանը արձանագրեց հսկայական առաջընթաց եւ հավակնեմ ասել, որ այս 35 տարիների ընթացքում երկու պատմական դարակազմիկ իսկապես առանց հեգնանքի փաստաթուղթեր ընդունվել, դա 90 թվականի անկախության հռչակագիրն էր, որը հիմք դարձավ Հայաստանի սահմանադրությունների համար, եւ 2025 թվականի մարտի 26-ի օրենքը Եվրամիության անդամակցելու։ Դրանք համարժեք աշխարհակահաղական փաստաթղթեր են եւ հիմա մերժելով մեզ հետ երկխոսությունը Փաշինյանը փաստորեն եւ զիջեց այնտեղը, որտեղ պետք է լինեին եվրոպական ուղղվածության ուժերը խորհրդարանում, նա զիջեց դա ռուսական ուժերին։ Այդպես որ նա հիմա ամբողջությամբ կախված է Ռուսաստանից, Ադրբեջանից եւ Թուրքիայից։ Նա ինքն իրեն չլսելով մեզ, մցրեց այս փակուղի։ Մյուս կողմից եկեք այլ կերպ փորձենք մեկնաբանել, նա կասկածի տակ դրեց գործընթացը Եվրամիության հետ ինտեգրվելու, գուցե ես հարցի տեսքով եմ տալիս, գուցե նա դրանով իսկ ասեց, այո, հայտարարությունները կան, առաջարկը կա, բայց գործնական քայլեր չկան եւ մենք ոչ մի հիմք չունենք վստահ լինելու, որ Եվրամիությունը ինչ որ գործուն քայլերով մեզ օժանդակի եւ կօգնի, որպեսզի մենք գանք։ Հիշում եք 2028 թվականին, ներեք որ ես այս համեմատությունն եմ անում։ 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի ժամանակ, երբ որ վրացիները նույն Սաակաշվիլու գործոնն, այս վերջերս շատ էր հիշվում այդ օրը եւ այդ թեմայի մասին շատ էին խոսում, վրացիները վստահ էին, որ իրենց կգան, կաջակցեն, կպաշտպանեն եւ չկան, չպաշտպանեցին եւ վրացիները դեմ առ դեմ հայտնվեցին Ռուսաստանի դեմ։ Օգնությունը չստացան։ Փաշինյանը ակնարկեց դա, որ այո, խոսքեր, բայց ռեալ պոլիտիկը հողի վրա այն է, որ մենք դեռ կամ մենք պատրաստ չենք, կամ դիմացինը պատրաստ չէ մեզ ընդունել։ Հիմա փորձենք այս տեսանկյունից դիտարկել Փաշինյանի պատասխանը։ Ես շատ հակիրճ կպատասխանեմ ձեր բոլոր բերված առարկություններին։ Անկամ Վրաստանից եթե սկսենք, ռուսական զորքը կանգնած էր Գորիում 1 ժամ ավտոճանապարհով 60 կիլոմետր հեռավորության Վրաստանից եւ միմիայն Միացյալ Նահանգների Ջորջ Բուշ կրծերի ուղիղ միջամտությունը կանխեց ռուսական զորքի մուտքը Թբիլիսի։ Կոնկրետ Պոտի մտավ ամերիկյան ռազմանավ Սևծովով, իսկ Թբիլիսի օդանավակայում վայրեջ կատարեցին Միացյալ Նահանգների ռազմական օդանավերը։ Ես վստահ չեմ, որ մեր հանդիսատեսները դա գիտեն, բայց վրացիները դա շատ լավ գիտեն։ Միայն դա կանգնեցրեց Ռուսաստանի 1 ժամանոց մնացած օպերացիան։
Հա, պաստորեն պատերազմը ավարտվելու էր Թբիլիսիում եւ ամեն ինչ կլուծվեր այդ։ Այսինքն անձամբ Սաակաշվիլին էլ եւ Վրաստանի անկախությունը հարաբերական բրկեցին էլի ամերիկացին։ Այո, նրանք ուշացան, բայց իրենք կանգնացրեցին ռուսներին, Աբխազիան եւ Օսեթիան, որոնք իմիջիալոց դեռ Շևարնադզի ժամանակ արդեն Վրաստանի եթարկության տակ չէին, Աջարյան միայն կարողացավ Սաակաշվիլին ազատել, չէ՞։ Չմոռանանք, ռուսները մտան Վրաստանի տարածք եւ ամերիկացիների միջամտության պատճառով հետ գնացին, դուրս եկան Վրաստանի տարածքից։ Միայն Օսեթիան եւ Աբխազիան մնացին։ Դե Բաթումը հիշում ենք Թուրքիայի եւ Բաթումի փոխհարաբերությունները։ Այո։ Դա չեմ կարծում, որ Ռուսաստանը Թուրքիայի հետ ընդհարվելով Բաթումը կվերցներ, Աջարյան կվերցներ։ Այնուամենայնիվ Աջարյան մնաց Վրաստանի։ Դե սա մեկ։ Թուրքիայի գործոնը պարզապես հիշեցրեցի։ Թուրքիան առանց Միացյալ Նահանգների մատին չեր կպցնի եւ չեր համարձակվի որևէ բան ասելու։ Եկեք մեր թեման հետեւյալն է։ Հիմա Հայաստանը։ Ես երկու օրինակ միայն բերեմ, որը ակնհայտ է, այդքան ակնհայտ է, որ ես պարզապես զարմանում ու զայրանում եմ, որ մեր մամուլը դրան չի անդրադառնում, որքան կախված է մեր մամուլը, կախյալ է եւ ազատ չէ։ 2022 թվականի աշնանը իմիջիալոց լավ սկզբից փաստն ասեմ, Եվրամիությունը ծանր բախումներից եւ ծանր կորուստներից հայկական կողմի 224, եթե չեմ սխալվում, զոհեր էին մի քանի օրվա բախումներից հետո։ Դրանից մի քանի շաբաթ անց Եվրամիությունը կանգնեցրեց այստեղ դիտորդներին եւ այդ պահից ի վեր ադրբեջանական հարձակումները ընդհատվեցին։ Ոչ մի հայ զինվոր դրանից հետո չի զոհվում։ Ես ընդամենը համեստորեն հիշեցնեմ, որ այդ թվականի օգոստոսին Հայաստանի եվրոպական կուսակցությունը Ֆրանսիայի եւ Ամերիկայի դեսպանատների մոտ ցույցեր էր անում, խնդրելով, քանի որ կառավարությունը չէր դիմում, մենք հասարակության անունից դիմեցինք Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի դեսպաններին եւ պատասխան ստացանք գրավոր դեսպաններից, խնդրելով օգնել պաշտպանել Հայաստանի պետականությունը, զորքեր ուղարկել։ Եվրոպան ուղարկեց խաղաղ դիտորդներ, որոնք այնուամենայնիվ անզեն միայն իրենց ներկայությամբ եւ եվրոպական դրոշներով կանգնացրեցին եւ հարյուրավոր հազարավոր զոհերը եւ Հայաստանի առ այսօր պաշտպանում են արևելյան սահմանը։ Ճիշտ է թե չէ։ Երկրորդ օրինակը Ուրսուլա ֆոն դեր Լայնը շաբաթներ առաջ հայտարարեց, Եվրոպական միությունը իջեցնում է 90%-ով բոլոր տարիֆները հայկական ապրանքի եւ պատրաստ է մինչեւ 80% այն ապրանքատեսակները, որոնք մերժվում են Ռուսաստանի կողմից, ընդունել եւ ցուցադրաբար բերեցին ու գնեցին, ես չեմ ասում ծիրանը, լոլիկը, ինչը ակնհայտ էր, ծաղիկներ էին գնում անգամ, Լատվիան, Էստոնիան, Ուկրաինան, Նիդերլանդները, ոնց է կարծում Նիդերլանդներին պետք են հայկական ծաղիկներ, պետք չեն, չէ՞, բայց 15000, թե չգիտեմ քանի հազար առան, ասեցին ինչ կտակ մենք կառնենք։ Ի նշան աջակցության եւ համերաշխության։ Ինչ արեց Հայաստանը։ Շարունակեց փորձել վաճառել այդ ամենը Ռուսաստանին։ Ռուսաստանը ընդունում էր ծաղիկներ եւ Սմոլենսկում հրկիզում էր 40000 ծաղիկ հրկիզեց։ Ախր Եվրոպան առաջարկում է ձեզ, բերեք, ինչու չեք բերում։ Եվ հիմա մենք գալիս ենք ամենակարևորին։ Ինչ է Հայաստանի կառավարությունը, իշխանությունները, խորհրդարանը չեն հասկանում, ապուշ են, գործակալներ են։ Ոչ, շատ պարզ է ամեն ինչ եւ շատ ավելի հասկանալի։ Մի բան է պետք հասկանալ։ Հայաստանում իշխանությունը պատկանում է մի քանի կլանների, օլիգարխներին, որոնք կապված են Ռուսաստանի հետ, որոնք փողը ստացել են ժամանակին, հարստացել են ռուսական միջոցներով, որոնք հատուկ ծառայությունների հետ կապեր ունեն, որտեղ Ռուսաստանում այլ կերպ հնարավոր չէ փող աշխատել, եւ նրանք են արգելակում եվրոինտեգրումը, նրանք են արգելակում, եւ նրանք հիմա մտել են խորհրդարան։ Հայաստանի խորհրդարանը դա մի քանի խումբ հայ օլիգարխների
ռուսների հետ կապված, այսինքն իշխանությունը անուղղակիորեն, իսկ այսպես կոչված ընդդիմությունը ուղղակիորեն կապված է ռուսական կառավարության, ֆինանսների եւ հատուկ ծառայությունների հետ։ Ինչ է, մենք դա չգիտենք, ախր հենց այդ բաները ընտրություններից առաջ եւ ընթացքում Փաշինյանն էր ասում, չէ, որ դուք ծառայում եք այլ երկրներին։ Հիմա դա այդպես չէ, բայց եթե դուք գիտեք, որ իրենք ծառայում են Ռուսաստանին, բա ո՞նց եք իրենց տալիս Եվրոպայի հետ ինտեգրման հանձնաժողովը, ձեռ եք առնում։ Այսինքն դուք ուզում եք ասեք, որ օբյեկտիվ չեն պատճառները Փաշինյանի կասկածամտության, եթե ես դե Փաշինյանի փոխարեն չեմ կարող այդ զգացմունքներ ասել, կասկածամտությունը դա գնահատական է, զգացմունքային է, համենայն դեպս այդ խոսքը կասկած առաջացրեց համենայն դեպս հասարակության շրջանակում։ Ես արդեն ասեցի, դուք պատասխանեցիք ինքն իրեն դրեց կախվածության մեջ։ Դուք համարում եք դա սուբյեկտիվ գործոն, ոչ թե օբյեկտիվ գործոն։ Սուբյեկտիվ նկատի ունեմ կախվածություններ, բիզնեսի կախված, դուք ակնարկեցիք, որ բիզնեսներն են կապված Ռուսաստանի հետ, Փաշինյանը ինչ կապվածություն ունի Ռուսաստանի հետ ձեր կարծիքով։ Գիտեք, այդ ամենը ածանցիալ է եւ հետաքրքիր էլ չէ։ Իմաստը, լավ, հիմքը ասեք։ Հիմքը ասեցի, կախվածություն Ռուսաստան։ Ինչու, որ առումով է կախված։ Իշխանությունը եւ փողերը, ուրիշ հիմքեր աշխարհում չի եղել եւ չկա։ Գումարը եւ իշխանությունը։ Բայց դա կարելի է նկարագրել եւ զբաղվել ուրիշ բարձր, բայց դրանից հենց հիմա կախված է իմ երեխաների ու թոռների, ձեր երեխաների, մեր բոլորիս երեխաների ապագան, մեր երկիրն է դրանից կախված եւ կատարվում են սարսափելի սխալներ այն պահին, երբ որ արդեն հիմա դուք Եվրոպայի մասին, եթե թույլ տաք մի բան էլ ասեմ, մենք այնքան ժամանակ վատնեցինք, որ իրավիճակը արդեն այլ է։ Մեր վերջի տարիների ամենահզոր դաշնակիցը Մակրոնը, որը օրինակ եւ պատերազմի օրերին նա էր կանչել անվտանգության խորհրդի նիստ եւ պահանջում էր կանգնեցնել պատերազմը հոկտեմբերի 20-ին մոտավորապես եւ այդ ժամանակ սահմանը եւ շփման գիծը բոլորովին այլ էր։ Ռուսաստանը վետո դրեց, Չինաստանը վետո դրեց, Ամերիկան չեզոք դիրք եւ Մակրոնը մի քանի ամսից կորցնելու է իշխանությունը եւ գալու է ամենայն հավանականությամբ մենք տեսնում ենք ինչ է կատարում Ֆրանսիայում ազգային ճակատը Լեպենի կամ Բարդելայի ում են իրենք նշանակելու առաջի կամ երկրորդ դեմքը կարևոր չէ նույնը կատարում է Գերմանիայում Մերցի գլխավոր Ախոյանը հիմա տիկին Ալիս ինչպես է Alternative für Deutschland այլընտրանք Գերմանիայի համար Աչակողմյան եւ Ռուսաստանի հետ սերտ կապեր ունեցող կուսակցությունը խնդիրը այն չէ կվերցնեն իրենք իշխանությունը թե չէ խնդիրը այլ է եւ Գերմանիայում եւ Ֆրանսիայում եւ արդեն Նիդերլանդներում Բելգիայում Ավստրիայում Իտալիայում իշխանության եկան այն ուժերը որոնք այլևս Եվրամիության ընդլայնման ջատագովները չեն Եվ եթե մենք ունեինք հրավերներ, սկսած 2015 թվականից, մինչև 2025 թվական եւ 26 թվականի մայիսին եղավ դրա գագաթնակետը, երբ որ 35 վարչապետ նախագահ հիմնականում Եվրոպայից եկան Հայաստան եւ Եվրախորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան ասեց Եվրոպայի սիրտը այսօր Երևանում է։ Բոլորը սպասում էին մեկ բան՝ հայտ Հայաստանի անդամակցության մասին Եվրամիությանը։ 2 օր անց եղավ հայտ, ինչպես եւ նախկինում բոլորովին այլ ուղղությամբ, դեպի Ռուսաստան։ Սա է ողբերգությունը։ Այսինքն դուք համարում եք, որ այդ դուռը կամաց փակվում է։ Շատ արագ է փակվում, շատ արագ է փակվում այդ դուռը։ Եվ Մոլդովան եւ Ուկրաինան 27 թվականին կստանան գրեթե արդեն 100%-անոց անդամակցություն Վրաստանը դեռևս պահպանել է սառեցված վիճակում անդամակցության
տեխնացուի կարգավիճակը, որը արդեն հիմա տալիս է Վրաստանին ազատ տնտեսական գոտի եւ շենգենյան վիզաների ազատություն։ Դեռ չեն զրկել, այո։ Չեն զրկել։ Հայաստանը հայտ էլ չի ներկայացրել, հետեւաբար ոչ շենգեն կստանա առաջիկա տարիներին, ոչ ազատ տնտեսական գոտի։ Վերադառնանք ամենասկզբի մեր ձեր ձևակերպմանը, Քարաբևեր դաշինք եւ մեր վերջին շանսն է, եւ դուք ասում եք ով տեղ չգտնի, կվերանա, եւ այդ ցանկը, այդ Քարաբևերի, ուրեմն բևերները, Եվրոպա, Միացյալ Նահանգներ, մյուսը Չինաստան իսլամականը, մի կողմ ենք դեռ դնում, կարծում եք արդյոք, որ Հայաստանը այժմ ընտրություն պետք է կատարեր, որ բևերն է, եվրոպական բևերն է, թե Միացյալ Նահանգների բևերն է, եւ իր ընտրությունը կատարեց հոգուտ Միացյալ Նահանգներ բևերի, ի վնաս եվրոպական բևերի։ Հայաստանը ուշացավ նաեւ այս առումով, որովհետեւ մինչեւ ամերիկա-իրանական պատերազմը շատ ավելի հեշտ էր լուծել հարցերը Իրանի հետ եւ գազամուղի հարցերը եւ էլեկտրականության եւ հատկապես հյուսիս-հարավ ճանապարհը, որը դեռ Սերժ Սարգսյանի օրոք սկսեցին մսխել եւ հիշեցնեմ 560 միլիոն եվրոից կներեք ես 560 կիլոմետրից կառուցվեց միայն 50 կիլոմետր, այսինքն շուրջ 1 միլիարդ եվրո գրպանվեց 2016, 17, 18 մինչև 18 թվականի գարուն, մինչև Սերժ Սարգսյանի բան, ճանապարհը չկառուցվեց։ 2018 թվականից անցել է 8 տարի։ Այդ ընթացքում 2-3 տարվա ընթացքում Ադրբեջանը 4 օդանավակայան է կառուցել զավթված Արցախում։ Ճանապարհները գերարդիական կառուցել։ Մենք այդ խեղճուկրակ հյուսիս-հարավը 10 տարի չենք կարող ավարտել։ Եվ կորցրեցինք այդ պահը, երբ որ ամերիկացիները ասում են խնդիր չունեք, ձեզ Իրանի հետ որևէ խնդիր մենք չենք ստեղծի, արտոնություն էր տրված, միայն Հայաստանին, առևտրի, շինարարության, ցանկացած Իրանի հետ։ Հիմա նույնը կատարվում է Եվրոպայի հետ։ Մենք կորցրեցինք այն ոսկե հնարավորությունները։ Վերջինը եկավ այս տարվա մայիսին, եւ մենք կրկին կորցրեցինք այդ հնարավորությունները, չմիանալով։ Ընտրություն է կատարել Հայաստանը արդեն հոգուտ Միացյալ Նահանգների վնաս եվրոպական։ Ես այո, ցավոք սրտի այո, եւ ես հիշեցնեմ ընդամենը 2 օր առաջ հերթական հայտարարությունը պետքարտուղարության, երբ որ այս ճանապարհը նշված է որպես տրանսկասպիան նախագծի մասը։ Դե ամբողջ ֆոնդն է այդպես, հիմնադրամն է այդպես կոչվում։ Հայաստանը ոչ անգամ հարավային Կովկասը, ոչ հարավ-արևելյան Եվրոպա, այլ տրանսկասպիան եւ Միացյալ Նահանգներում կան պետք է կարտուղարության մեջ կան հզոր ուժեր թուրքական եւ ադրբեջանական բազմամիլիոնանոց, եթե ոչ միլիարդանոց լոբիներ, որոնք աշխատում են այդ ուղղությամբ եւ Հայաստանը կարող է, ինչպես 20 թվականին Միացյալ Նահանգների նախագահ աչքեր փակեց, այնքան էլ այդպես էլ հիմա 2 տարի շարունակ նա կարող է աչքեր փակել Հայաստանի կենսական, գոյաբանական շահերի վրա, եւ ես տեսնում եմ այդ վտանգը, կորցնելով Եվրոպայի աջակցությունը, հրաժարվելով դրանից, Հայաստանը չունի բացարձակապես ոչ մի աջակցություն։ Տրիպը դա Միացյալ Նահանգների պետական նախագիծ չէ, դա մասնավոր նախագիծ է, որտեղ ռուսները, թուրքերը, ադրբեջանցիները արդեն ունեն եւ շահեր, իհարկե, ի սկզբանե, եւ լծակներ։ Այստեղ հարց Իսրայել։ Արդյոք կարելի է համարել, որ այո, գուցե Իսրայելը եւ Թուրքիան ինչ-ինչ հարցերում, դեռ Սիրիա եւ այլն հարցերում ունեն հակասություններ շահերի բախում, բայց այս հարցում Իսրայելը եւ Թուրքիան արդյոք հարցնում են։ Ոչ։ Այստեղ շահերը համընկնում են։ Ոչ։ Սա ամենացավոտ հարցն է եւ շնորհակալ եմ, որ դուք տվեցիք այդ հարցը։ Դա մի հարց է, որը Հայաստանում ամաչում են քննարկել։ Ես պնդում եմ, որ Հայաստանի համար Իսրայելի հետ հարաբերությունների բարելավումը եւ դարձնել այն
սկզբից մարտավարական, իսկ հետո ռազմավարական կարևորության հարց, դա կենսական, գոյաբանական հարց է։ Եվ Իսրայելը 3 անգամ 2025 թվականի աշնան սկսած 1 տարի շարունակ առաջարկներ էր անում Հայաստանին, որովհետև Իսրայելը այլևս չի աջակցում Թուրքիայի եւ Ադրբեջանի այս նախագծին։ Իսրայելը այլևս չի ցանկանում Իրանի կործանումը եւ տրոհումը Իսրայելի համար Իրանը կարևոր է որպես ամբողջություն։ Այո, Իսրայելը եւ Միացյալ Նահանգները ցանկանում են ռեժիմի փոփոխություն, բայց իրենք չեն ցանկանում կործանում, տրոհում այդ երկրի, որովհետեւ իրենք հասկանում են Իրանի կարևորությունը որպես գործոն։ Դեմոկրատական Իրանն է նրանց նպատակը։ Եվ մեծ հաշվով դա նաեւ մեր նպատակն է։ Թուրքիան եւ Ադրբեջանը քննում երազում են Իրանի տրոհումը եւ գծված են արդեն այն սահմանները, որի վրա Թուրքիան է թաթ դնում, Ադրբեջանն է թաթ դնում, Թուրքիան արդեն սահման ունի Իսրայելի հետ Սիրիայով, որովհետեւ Սիրիայի հյուսիսը վերահսկում են թուրքերը եւ ահա ինչու իսրայելցիները այդքան անհանգիստ են։ Ահա ինչու Իսրայելը արդեն ստեղծեց Հունաստանի եւ Կիպրոսի հետ դաշինք, որին միացավ Հնդկաստանը, մեզ համար կարևորագույն երկիրը, եւ որին միացավ երկրորդ կարևորագույն երկիրը Հայաստանի համար, Ֆրանսիան։ Ուրեմն Իսրայելը ստեղծեց Ֆրանսիա, Իսրայել, Հունաստան, Կիպրոս, Հնդկաստան դաշինք, առաջարկում է Հայաստանին մտնել այդ դաշինքի մեջ։ Հայաստանի իշխանությունները գերադասում են մնալ 3 գումարած 3 Ռուսաստան, Ադրբեջան, Թուրքիա այդ ձևաչափի մեջ։ Դա խելագարություն է, դա ինքնասպանություն է պետական, դա պետական հանցագործություն։ Սա եւս դուք հիմա այդ երկրների այդ դաշինքը, որ թվարկեցիք, սա մտնում է այդ եվրոպական բևեռի մեջ։ Հանձինս Ֆրանսիայի եւ Հնդկաստանի որքան է զարմանալի։ Այո, իհարկե, տեսեք, այդ երկրներից 3-ը Եվրամիության անդամներ են, 2-ը ՆԱՏՕ-ի անդամներ են, Հունաստանը եւ Ֆրանսիան։ Կիպրոսը կարծեմ ՆԱՏՕ-ի անդամ դեռ չէ, բայց Եվրամիության անդամ է։ Հնդկաստանը հակադրվում է այդ ամեն ինչին եւ ձգտում է Իսրայելի եւ Եվրոպայի հետ ստանալ ռազմավարական հարաբերություններ։ Հնդկաստանը, որը մեզ զենք է վաճառում, եւ Հայաստանը դրանից դուրս է մնում, սա ինչ է, սա խելագարություն չէ, սա սուբյեկտիվիզմ չէ, սա քաղաքական սխալ է։ Եվ ես կրկնում եմ, եթե չվերսկսվի ներքին հասարակական երկխոսությունը Հայաստանում, այդ սխալները շարունակվելու են։ Կներեք, որ երկարում է հարցազրույցը, բայց պետք է այնուամենայնիվ հասկանալ։ Դուք եվրոպական բևեռը ոնց որ թե նկարագրեցիք դաշինքը, որ երկրի հետ է։ Միացյալ Նահանգները չեն կարող միայնակ լինել բևեռ։ Նրանք դաշնակիցներ պետք է ունենան։ Եթե նախկինում մենք խոսում էինք միասնական արևմուտք, Եվրոպան դաշնակիցներ Միացյալ Նահանգների, այժմ Միացյալ Նահանգներ բևեռը ով կա այդտեղ, եթե Հայաստանը ընտրությունը կատարել է հօգուտ Միացյալ Նահանգների, ապա ինչ բևեռի է կատարել, արդյոք կատարել է Հայաստանը ինչ որ ընտրություն այս բևեռների մեջ, թե Հայաստանը չի կատարում ոչ մի մնացել է, ինչպես դուք ասում եք, Ռուսաստանի հետ կախված է բոլորից, եւ դա շատ թույլ կարգավիճակ է։ Իհարկե լինել Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի դաշնակից միաժամանակ դա ամբողջ միանգամայն հնարավոր է։ Դա անում է Իսրայելը, դա անում է Հնդկաստանը, դա նորմալ է։ Դա չի նշանակում, որ մեկ բևեռը դա մաքուր մի գիծ է, որի սահմանից դուրս ոչ ոք չկա։ Պարզապես Միացյալ Նահանգների եւ Եվրամիության շահերը, արժեքներ եւ նպատակներն են տարբեր, բայց դա չի նշանակում, որ հնարավոր չէ լինել երկուսի Թշնամիներ չեն։ Նրանք թշնամիներ չեն։ Լավ, այդքանը պարզ է։ Այո, իհարկե։ Եվ Իսրայելի օրինակը դուք բերեցիք, Իսրայելը եւ Միացյալ Նահանգների հետ դաշնակից է եւ հիմա այս դաշինքով եվրոպացիների հետ են Ֆրանսիայի հետ այո, բարդ հարաբերություններ են որոշ երկրների հետ, Բրիտանիայի հետ են բարդ հարաբերություններ, Իտալիայի, Իսպանիայի հետ, բայց
Եվրոպան որպես այդպիսին, Եվրոպայում կան այլ երկրներ, որոնք Լեհաստանը ենթադրենք միշտ Իսրայելը։ Լավ, վերջին հարցս Հայաստանի այդ բալանսավորված քաղաքականությունը։ Գուցե Նիկոլ Փաշինյանը շատ հմուտ ձևով իսկապես մինչև այսօր բերել հասցրել է Հայաստան պետականությունը այդ բալանսավորման շնորհիվ։ Բավական է նայել քարտեզին։ Ազգի խելքը երևում է քաղաքական քարտեզի վրա։ Մեկնաբանություններ թույլ տվեք չանեմ։ Չէ, որպես պատասխան պետք է պատասխանեք այս հարցին։ Պատասխանեցի։ Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ես կրկնում եմ իմ առաջարկը եւ հորդորը պետք է վերականգնի հասարակական երկխոսություն եւ ոչ թե պրոռուսական գործակալների հետ, այլ հիմա պետք է ասեն այլ եվրոպական գործակալների հետ։ Մենք գործակալներ չենք։ Մեր կյանքը, կենսագրությունը անցել է բոլորիդ աչքի առաջ։ Ես դա իրավունք ունեմ ասել, որպես երկու պատերազմների մասնակից։ Իմ կենսագրությունը իմ ֆիլմերն են։ Նայեք իմ ֆիլմերը, կտեսնեք ով եմ ես եւ երբ ինչ եմ արել։ Ես ասում եմ, երբ որ Փաշինյանը լսում էր մեզ 24-25 թվականին, Հայաստանը աննախադեպ առաջընթաց քաղաքական արձանագրեց ու նաև տնտեսական։ Եվրոպան պատրաստ է մեզ ընդունել։ Հիմա այդ դուռը փակվում է։ Փաշինյանը 2 տարի է, 1.5 տարի է, ինչ փակել է դուռը մեզ համար եւ կարծում է, որ միայնակ կարող է այդ բալանսավորումը գտնել։ Թող գտնի, բայց չի գտնում, կորցնում է դա։ Այդպես որ մենք ցավով տեսնում ենք, որ երկիրը պառակտված է, բսկտված է, մենք երբեք չենք եղել այդքան թույլ եւ երբեք չենք ատել միմյանց այնքան ինչքան հիմա։ Սա դարձնում է մեր երկիրը վերին աստիճանի խոցելի եւ մենք պետք է հաղթահարենք այդ խայտառակ իրավիճակը։ Մենք դա կարող ենք անել միայն միասին։ Ոչ թե հաղթել իրար, այլ խելք հավաքել, միավորվել հանուն մեր երկրի եւ երեխաների ապագայի։ Եվ այդ ապագան դուք տեսնում եք այնուամենայնիվ Եվրոմիության հետ։ Միմիայն, որովհետեւ եթե մենք չանենք դա, մենք կդառնանք կանտոն, թուրք, ադրբեջանական, այսպես կոչված կասպիան ճանապարհի վրա, այնինչ առաջարկում էին մեզ 100 տարի առաջ։ Հայաստանը պետություն չպետք է լիներ, պետք է լիներ թուրք-ադրբեջանական կանտոն։ Այդ խոսքը շվեյցարական բանից օգտագործելով, հիմա մեզ բերում են այդ աստիճանի։ Եվ շատ սխալվում էր Լևոն Տեր-Պետրոսյանը ասելով, որ ոչ մի ՄԱԿ-ի անդամ երկիր չի կորել։ Սովետական միությունն է կորել քարտեզից, Հարավսլավիան է կորել քարտեզից։ Մյուս կողմից Գերմանիան տարբեր երկու երկրներ, ՄԱԿ-ի անդամներ միավորվեցին։ Մենք ամեն ինչ կարող ենք անել։ Մենք ունենք հսկայական հնարավորություններ, հսկայական ներուժ։ Պետք չէ բաժանել իրար, ատել իրար, ոչնչացնել միմյանց։ Պետք է խելք հավաքել։ Վերջին շանսն է մեզ տրված հիմա։ Այդ շանսը կտևի 1.5-2 տարի։ Հետո մեզ հետ այլևս չեն խոսի, մեզ ուղղակի կթելադրեն։ Շնորհակալ եմ, պարոն Թխոզմալյան, ձեր ժամանակի համար եւ ձեր մեկնաբանությունների։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Շնորհակալություն սիրելի բարեկամներ, Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանն էր մեր զրուցակիցը այսօր։ Զրուցուար եմ ես Գայանե Առաքելյանց։ Բարին ձեզ։